Մինչև բաժակ բարձրացնելը Լևոն Տեր-Պետրոսյանը երկար էր խոսել եւ վերջում ազգի միակ հպարտության մասին։ Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հերիկ Մխիթարյանն է։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուշադիր է լսել հակառաջնորդի ելույթը ու հիմա հակադարձում է։ Հենրիխ Մխիթարյանով հպարտանում ենք, բայց նա միակը չէ։ Հպարտության առիթներ ու անձեր Հայաստանն էլի ունի։ Հավասարաչափ հպարտանում ենք եւ հրճվանք ենք ապրում մեր աշխարհահռչակ երաժիշտներից, ովքեր գրավում են աշխարհի առաջատար բեմերը, լինի դա Սերգեյ Խաչատրյանը կամ Նարեկ Ախնազարյանը, մեր օլիմպիական չեմպիոնից եւ մեդալակիրներից, մեր շախմատիստներից, որոնք տարիներ շարունակ բերում էին Հայաստանին աշխարհի ոսկին կամ գավաթը, մեր գիտնականներից։ Նախարարը շարունակում է հպարտության ցանկն ու այնտեղ առանձնացնում ամենակարևորին։ Նրան ում մասին չխոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջի հերթին մենք հպարտանում ենք մեր զինվորով, որը կանգնած է սահմանագծին, եւ նրա մեջքին կանգնած, թիկունքում կանգնած մեր ժամանակատարով, սպայով, որոնք իրենց օր ու գիշեր շատ ծանր ծառայությամբ հնարավոր են դարձնում մեր երկրի խաղաղ զարգացումը եւ առաջընթացը։ Հակ համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը 1 ժամ խոսեց խաղաղության ու փոխզիջման մասին, անդրադարձավ ազգբանակ գաղափարախոսությանը։ Վիգեն Սարգսյանն ավելի մանրամասն դեռ կանդրադառնա այդ ելույթին։ Գործողումից առաջ միտքը կարճ է ձևակերպում։ Բացառում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի, որ խաղաղություն այժմ անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի։ Վիգեն Սարգսյանն ասել է ու կրկնում է, ազգբանակ գաղափարախոսությունը պետության ռազմականացման մասին չէ, այն հասարակության եւ զինված ուժերի սերտ համագործակցության մասին է։ Այն զինված ուժերը հասարակության հետ ավելի սերտորեն կապելու, զինված ուժերի հնարավորությունները հասարակության եւ պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է։ Պացիֆիզմի մասին Վիգեն Սարգսյանի խոսքով այնտեղ ունի ցանկացած պետության մեջ, այլ հարց է թե երբ եւ ինչպես։ Արդիականը միայն այն ժամանակ, երբ ուղղված է որպես քաղաքացիական նախաձեռնություն իր երկրի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը սանձելու համար։ Իսկ մի իրավիճակում, երբ որ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական ավանցուրաներին, պացիֆիզմը կարծում եմ լավագույն գործընկերը չէ։ Վիգեն Սարգսյանին զարմացրել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը Իլհամ Ալիևին որպես ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարի, մարդ, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի, իսկ Երևանը պատմական ադրբեջանական տարածք, նրան տալ այդպիսի բնորոշումներ շեղում է իրականությունից։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։